Վարչապետ ռեանի մոդուլ է, Դեֆիբրիլյատորն է, վարչապետ, կարծում մոնիտորն է, Նա թոքի արհեստական օդափոխության սարքարումն է, հիմնականում հեռու տեղից հիվանդին բերելու զանգիտակից միտողների, տեսակը ինձ հիմնականում սրվատավորում ինքը, որ թոքի արհեստական օդափոխության սարքարումի, կոշտ պատկարակն է, վանոցի գլխի ֆիքսատորով, եկեղեցւոհոլական պատկարակն է, վակումային մոբիլիզացիոն մեքենա բազմաթիվ գործողություններով հիվանդներին Իսկ որևէ մեքենայում չենք ունեցել միշտ, վարչապետ ու միշտ ունենք դժգոհություն ինքը աստիճանքը այն հիվանդները, որոնք որ պետք է նստացնենք ու ինքը շատ հետաքրքիր ֆունկցիա ունի Այսինքն մինչև 150-200 կիլոգրամ կարողանում է տանի, որևէ ուժ չեմ տիրանում, ինքը ասում է ու բոլոր մեքենաները այս սարքավորումով հատուցած են։ Բոլոր մեքենաները 3 տարի ամբողջությամբ սպասարկվելու է կազմակերպության կողմից, այսինքն որևէ մրցույթ չի հայտարարվելու մեքենայի սպասարկման հետ կապված։ Երևանի շտապօգնությունը քանի մեքենա է սպանում, ոգի մեջ թե ընդհանուր 60 մեքենա ունենք, քանից Նայեք, սենց է, հիմա այս պայն կանչերը ծննդան ամիսային, եթե շատանում է, մինչև 53 բրիգադ սարքում։ Կանչերի փչացման հետ կապված փչացնում ենք, այսինքն ճկուն ձևի նկատում եմ բոլորը սարքին վիճակում են։ Հա, հիմնականում բոլորը սարքին վիճակում են։ Բոլորը սարքին վիճակում։ Նկատում եմ հիմա ինչքան է օբյեկտիվ պահանջարկը եւ ինչքան մեքենա կա աշխատող։ Միջինում 50 մեքենան ունենք։ Հա միանշանակ ունենք, դες չի նոր մենք պակասենք, բացարձակ չունենք։ Հիմա փաստացի թարմացումներն էլ Վարշավը բոլոր մեքենաները ձեռքաբերվեն լիզինգով, կառավարությունը ծրագիրում 10%-ը մարելու է տոկոսի, բայց ես նշեմ, որ այս մեքենաների ամբողջ գումարի չափով 250 միլիոն դրամ ընկերությունը ավանդադրած գումար ունի։ Այսինքն մենք այդ գումարը ավանդ ենք դրել, վերջած տոկոսները մայր գումարն ենք մարելու, կառավարությունը լավ ծրագիր ունի, լիզինգի 10%-ը մարելու է, մենք էլ հետագայում սա արդեն շահութաբերության հաշվի։ Այս զորը կառավարման կողմից է, ամբողջ հանրապետությունից զանգեր ստանում ենք, որվա կտրվածքով ստանում ենք մոտ այս պահին այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այսօրին 2000-2200 կանչ ենք ստանում զանգ, այս տարի փոքր-ինչ նվազել է, ոնց որ նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից այլնում զանգին, մնացածը Երևան։ Հիմա երկու կապ ունեն, խափանման դեպքում ավտոմատ միանում մյուսը, կոչվում է ԵՄ կապող, ինքը թվային կապ է։ Բաստոված զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը կենտրոնացնել։ Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը մենք մեքենաների պրոցեսը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապօգնության սահմանագծումը վերացնել։ Այսինքն մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կանխավարկածներն ավելին ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը մի ժամանակ մոնիտորինգ կանենք տեսնենք 103 փաստացի ամբողջ հանրապետությունով հասանելի է այսինքն 103 զանգերի գալուս այստեղ զանգը այստեղից գնում է արդեն բա հիմա այս ամբողջ կենտրոնը տեղափոխվում առողջապահության Եվ կլինի, հա, բոլորը կզանգեն 103 Մենք պետք է ավելի լավ, այդ նախարարությունը պետք է ավելի լավ տեխնիկական Մենք այդպես էլ, այո Ամեն ինչով պետք է Պարոն վարչապետ, մի հատ է ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է, սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան գտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրան կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդար ենք։